Պարոն Քոչարյան, ինչպես գիտեք, ազգային ժողովի նախկին նախագահ, ներկայումս Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը անդրադարձել է նաև ձեր հայրիկին եւ ձեր քաղաքական ուժին առհասարակ падգամավորների վերջին օրերի աշխատանքին, մասնավորապես նշել է մեջբերում եմ եւ ներողություն եմ նախապես խնդրում, դուք նույնիսկ իմ շողքի հետ բանավիճելու եւ ոտ գցելու ոչ խելք, ոչ գիտելիք ունեք, ուստի հանգիստ վերընկեք ձեր տեղը, ավելորդ անգամ Կալուգացի Սամոյի ու այն ծուրբերան Ռոբի գլխին չտամ, դուք դրա պակասը չունեք ու չեք ունենալու։ Որն է ձեր արձագանքը սրան, ինչու է նորից հիշատակում ձեր հորը։ Դեք ձեր նշած անձնավորությունը ոնց որ են անդաստիարակ, չար, անշնորհք երեխեքից լինի, էլի անկեղծ չեմ ուզում անդրադառնալ, ես այդ մարդուն չեմ ուզում անդրադառնալ, ինքը չի կարող տեղը հանգիստ նստի, հիմա երևի նորից թիկնապահներ ունի, սկսել է խոսալ, այս արանքում որ չկային թիկնապահներ, երևի չգիտեմ, ծպտունը դուրս չէր գալիս, հիմա նորից պաշտոն են տվել, նոր այնպես որ եկեք անցնենք, էլ ինձ թվում է ավելի կարևոր բաներ կան խոսելու, քան իր անձը, իսկ ոնց հասկացա, իր հետ կապված քննարկումը եղել է կոնկրետ կոնտեքստում, այն որ ինքը թքել է քաղաքացու վրա, թիկնապահները բռնել են, ինքը թքել է, այդ կոնտեքստում է եղել, չեմ կարծում այստեղ ինչ որ մեկը նույնիսկ քաղաքացիական պայմանագրի падգամավորները իր մասին տենց առանձնապես դրական կամ չգիտեմ ինչ կարծիք ունեն կամ ուզում են խոսան իրանից, այնպես որ անցնենք այդ թեման։ Բայց դա ձեր ուժը չէր անգամ հիշատակեց այդ թքելու պահ, ինչի է ոնց պտտվում, էլի շրջվում դեպի Քոչարյան։ Գիտեք ինչի համար, անկեղծ։ Ինձ թվում է նրա համար, որ դուք գաք հիմա ինձ ես հարց տակ, մյուսներին ես հարց տակ, որ ինքը այսպես թեմայի մեջ լինի։ Ուշադրության պակաս ունի մարդը, դուք էլ բան եք անում, օգնում եք այդ պակասը լրացնել։ Իրեք Ռուզաննա Երեմյանը, որ նոր անցավ, ինքն է բարբերաբար հետ ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենում, հիշում Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին դպրոցների Շատ կներեք, էլի հատուկ չեմ անում, ով է Ռուզաննա Երեմյանը։ Հակոբ Քոչարյանի անվան դպրոցի տնօրենն է։ Հա, քաղաքացիական պայմանագրում։ Հա, հասկացա, հիմա հասկացա ամհետեք։ Դե չգիտեմ, շատ կան տես մարդիկ, հատկապես քաղաքացիական պայմանագրում, երբ որ լինելով 2026 թվականին, արդեն ունենալով 8 տարի իշխանություն, պատերազմ բերած, հազարավոր զոհեր տված իշխանության ներկայացուցիչը շարունակ խոսում է 1998 թվից։ Իմիջիալոց հետաքրքիր է, որ 1998-ից են սկսում։ Այսինքն Ռուբեն Ռուբինյանի հայրը օրինակ բարձր պաշտոնյա եղել 1995-96 թվականներից, իմիջիալոց ես երբեք ինձ թույլ չեմ տալիս այդ նույն ոճի մեջ արձագանքել, բայց այնքան բան կա ասելու, էլի, եթե այդ թվականներից ենք խոսում, ավելի ներքևի չեք, էլի, այսպես միշտ մեջտեղից են սկսում, ինչ խոս, չգիտեմ, երևի կարծում են, որ այդ 30 տարի առաջ հիշելու սպառողը դեռ կա, դրա համար շարունակում են դա անել, բայց իսկապես էության մեջ անհետեցություն է, որ 8 տարի իշխանությանից դու խոսում ես ինչ որ բաներից 98 թիվ, 97 թիվ, չգիտեմ 2000 քանի թիվ, ինչ որ բաներ ճշմարտացի, ինչ որ բաներ չափազանցված, ինչ որ բաներ սուտ, չեմ ուզում մտնել դրա մեջ, մի խոսքով, չգիտեմ, երևի հետո նոր է եկել, այսպես պետքա դրսևորվի, ելույթ ունենա, էսա կարողանում ասել, չգիտեմ։ Պարոն Քոչարյան, տեսեք համացանցը այսպես վրդովվեցրեց այս տեսարանները աղքատության, թե ինչպիսի մակարդակ ունենք մենք այսօր Հայաստանում, դա ծայրահեղ աղքատության ամենացածուն օրինակներից մեկն է, այս իշխանությունը, երբ որ եկավ իշխանության, ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու խոստումներ էր տվել եւ աղքատության տոկոսը իջեցնել, մենք տեսնում ենք, թե ինչ պատկեր է այսօր։ Ճիշտ ուղու վրա են, իրենք լավ են պայքարել, որ այս ունենք մենք այսօր, որովհետև շատ սիրում են իրենք մատնացույց անել, նախկինների դիզած ունեցվածքը եւ այլն, ու այս ֆոնին Տեսեք, այստեղ ես ուզում եմ համեմատություն տանել, էլի իրենց իրաց, երբ որ իրանք հիշում են 98 թիվ 2000-ականներ, նաև ուզում եմ հիշեցնել, որ 98 թվին աղքատության մակարդակ եղել է 50%, մոտ 50 թե 50 քանի տոկոս։ 2008 թվին, որս կառավարման ավարտին, աղքատության մակարդակը 24-25% է եղել։ Երկու անգամ նվազել է, ծայրահեղ աղքատն էլի կտրուկ նվազել է, հիմա կոնկրետ թվերը չեմ հիշում։ Այսինքն հիշելուց նաև կարող են այս համեմատությունը անել։ Իրեն ժամանակ, եթե հաշվում ենք 2021 թվից մինչև հիմա, նաև հատկապես նկատի ունենալով ռուս-ուկրաինական պատերազմից դրական հետևանքները մեր տնտեսության վրա, ինչը կարծում եմ անհերքելի է, ընդամենը 2-3% է իջել
բանի մակարդակը, աղքատության մակարդակը, այնինչ նույն ժամանակահատվածում օրինակ Վրաստանում 2 անգամ իջել աղքատության մակարդակը։ 2 անգամ։ Այստեղ ընդամենը 2-3%-ով է իջել, այնպես որ բնականաբար բավարար չէ սառնով արված աշխատանքը եւ այս տարիների այդ օգուտը, որը մենք այսպես կարելի ասել օդից ունեցանք, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով այն տնտեսական օգուտը, որը մեր երկիրը ունեցավ, կարծում եմ արդյունավետ չի օգտագործվել ու նաև հաշվի առեք, որ 8 տարիների ընթացքում $8 միլիարդ պարտք է ավելացել։ $8 միլիարդ։ Պարոն Քոչարյան, քանի որ նույնը ԿՊ-ի падգամավորներին հարցրել եմ, Մանարեկը հուշում է, որ ձեզ էլ այդ առաջարկը անեմ, ձեր պարգևավճարներից, այսինքն, չէ, ոչ թե կաշկանդված, այլ ես գիտեմ, որ իրենց պարգևավճարը ինչ են անում, հիմա կստացվի, որ չգիտեմ, բայց ամեն դեպքում հարցնեմ, ձեր պարգևավճարներից կամ աշխատավարձից թեկուզ պատրաստ եք վճարել, որ այս մարդիկ դուրս գան այս ծայրահեղ աղքատությունից։ Միանշանակ ու իսկապես շատ բան է այս առումով արվում, որի մասին չեմ խոսում, ես օրինակ երբեք բարեգործությունից չեմ խոսում ու նաև ում էլ որ օգնում եմ, խնդրում եմ, որ դրա մասին չբարձրաձայնեն, որովհետև իսկապես նպատակը բարձրաձայնելը չի, նպատակը նոր մարդ ունենա այդ օգնությունը ու շատ ժամանակ նույնիսկ խնդրում եմ, եթե միջնորդավորված մարդ հալնում, խնդրում եմ, որ այն ում որ պետք է վերջնական հասնի, որ ինքը չիմանա ումից է դա եկել։ Այս իմ սկզբունքն է երկար տարիներ։ Հիմա ԿՊԱ-ականները կասեն, իրանք որտեվ աշխատավարձի հույսին չեն, որովհետև իրենք միլիարդատերեր են, հա, եւ իրենց կարող են նման բան թույլ տալ, իսկ մենք չոր աշխատավարձով ապրող համեստ եւ ազնվող մարդիկ ենք։ Գիտեք, ես ոչ մեկին չեմ ասում դուք ձեր պարգևավճարների հետ էս արեք, այն արեք, հա, ընդհանուր սկզբունքն է մեր խնդիր պարգևավճարների մասով, որ դու ինչ արդյունք ես ցույց տվել ու ինչի համար ես ստանում պարգևավճար, այսինքն պարգևավճարը ինքն իրանով կարող է լինել նորմալ, բայց ինչի դիմաց էլի, եթե դու դրսից $8 միլիարդ պարտք ես բերել, դրա արդյունքը մեծ հաշվով ուղղակի համեմատելի չի այդ բերած փողին համարժեք չի այն արդյունքը, որը իրանք տվել են, դրա համար չենք հասկանում ինչի համար ընդհանրապես պարգևավճարները այս կոնտեքստում, թե չի իրանք ինչ են անում իրանք ստացած աշխատավարձով ու մնացածով իրանք գործն է, ես երբեք չեմ մտնում այդ հարցերի մեջ։ Իսկ մի բան հարցնեմ, ձեր քաղաքական ուժը, այն որ ԿՊ-ն շտապում է, որ արագ ավարտի այս ամեն ինչը եւ կառավարության կառուցվածքը քննարկի վարչապետը գա, դուք ինչի եք շտապում։ Թող նորմալ մարմանդ ոնց որ ասում են կրակի վրա եւ ֆիղոզակցությունը։ Ինչի համար եք ուզում անպայման շուտ ավարտվի այս ամենը։ Գիտեք, նախաձեռնությունը մերը չէր, նախաձեռնությունը մերը չի եղել արագացնելու process-ը, բայց անկեղծ չգիտեմ, իմ մոտ ճիշտն ասած տպավորություններ, որ այն ամեն ինչը ինչ էստեղ կատարվում է, մեր ժողովրդին հոգնածնում է։ Չգիտեմ, դուք կիսում եք դա թե չէ, միգուցե նաև մեր ժողովրդին խղճալով է, որ մենք համաձայնվել ենք այս process-ը արագացնելու համար, թե չէ նախաձեռնողը մենք չենք եղել, ուղղակի մենք էլ դեմ չէինք։ Զուտ այս նկատառումը նաև։ Եվ ամեն անգամ չեմ հոգնի, ես էլ հարցնեմ։ Էլի, այս process-ները արագացնելը կարծես թե ստացվում է ձեզ, բայց ընդհանրապես չի ստացվում իշխանափոխություն իրականացնել, եւ Իշխան Սաղաթելյանը խոսել էր սահմանադրության փոփոխության վերաբերյալ ոչի ճակատ ստեղծելու մասին, այդ աշխատանքները ինչ փուլում են։ Ի վերջո ընդդիմադիրների հավաքը, հանդիպումները ինչու չի ստացվում։ Նախապես հայտարարված, օրինակ Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան ընդդիմության առաջնորդները պետք է հանդիպեն։ Այդ այդպիսի բան չի հայտարարվել, որ պիտի հանդիպեն, այլ հայտարարվել է, որ եթե լինի այդ հանդիպման կարիքը, այստեղ խնդիր չի լինելու, բայց մենք մեր ընդդիմադիր գործընկերների հետ նորմալ շփում ունենք, եթե ինչ-որ հարց պետք է լինեն, քննարկում ենք, այստեղ ընդհանրապես որևէ խնդիր չկա։ Իսկապես երկու տարբեր թիմեր են, ինչքան էլ փորձել են մեզ, չգիտեմ, նույնացնել, կապել իրար հետ, չկա նման բան, տարբեր թիմեր ենք, բայց երկուսս էլ ընդդիմություն ենք ու այստեղ իրար հետ ինչ-որ բան քննարկելու, խոսելու, ինչ-որ դեպքերում համաձայնացնելու որևէ խնդիր չկա, տեսնում եք շփումներ նորմալ կա։ Տարբերություն կանեք Նարեկ Կարապետյանը։ Չէ, իհարկե հենց այդ եմ ասում։ Դեպի վերաբերյալ ասում որ դա ճանապարհ է խոսում, թե պետք է փոխվի, ձեր թիմը եւ նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ դա միջանցք է Հայաստանի ճանապարհով։ Հենց դա եմ ասում, որ տարբեր թիմեր են, իհարկե պետք է տարբերություն լինի եւ հենց շատ ճիշտ եք ասում, ձեր նշած օրինակն է լավագույնս ցույց է տալի, որ այս նույն թիմը չի, տարբեր թիմեր են։ Այսինքն այն կեղծ թեզը, որ ամբողջ նախընտրական շրջանում փորձում էին այսպես կապել, որ բոլորը նույնն են,
ունենան, հենց ձեր ասած օրինակով երևում է, որ դա այդպես չի, դա իրականում այդպես չի, ու մենք ունենք տարբեր մոտեցումներ, կարող է ինչ-որ հարցեր ունենանք նաև ընդհանրություն, բայց այսօր տարբեր թիմեր ենք, տարբեր մոտեցումներ ունենք, բայց մի բանը երևի նույնն է, որ հասկանում ենք այս իշխանությունը չէ։ Արոն Քոչարյան, քանի որ ազգային ժողովի նիստերը սկսեց ձեր քաղաքական ուժը Տիգրանաշենից էր հարցադրումներ անում, եթե Փաշինյանը այնպես ստացվի, որ Տիգրանաշենը տա, որովհետև դուք ասիք երաշխավոր եք, որ չեք տալու, չհնչեցել այդ երաշխիքը։ Եթե տա, որ ձեր գործողությունները ո՞րն են լինելու, ինչ եք դուք անելու, փողոց եք գեներացնելու, որոնք են ձեր քայլերը։ Տեսեք, շատ ճիշտ եք նկատել մեր այդ պնդումներին, ամեն հարցին Տիգրանաշենի հետ կապված ոչ մի հստակ պատասխան չէր տրվում, ըստ երևույթին չեմ բացառել, որ այս սահմանազատում կոչված գործընթացի հաջորդ փուլը կարող է լինել Տիգրանաշենը եւ իմիջիալոց նույն սահմանազատման հետ կապված ժամանակին մենք օրինակ խոսում ենք նաեւ այս հարցը բարձրացնում ենք ինչ սկզբունքով է որոշում որ հատվածից սկսել մենք իրանցի հետ կապված ասում ենք այդ ոնց է որոշվել որ հենց իրանցից պետք է սկսվի իմ առաջարկը օրինակ քանի անգամ Արադ Միրզոյանի Նիկոլ Փաշինյանի եղել է այն որ մենք հողի վրա չանենք գործողությունները, քարտեզի վրա պայմանավորվածությունները լինի, մենք ընդհանուր դեմ չենք սահմանազատման գաղափարին, բայց քարտեզի վրա պայմանավորվածությունները ամբողջ գծի երկայնքով ունենանք, հետո նոր հողի վրա հայելային անենք, այսինքն եթե մեր պահանջն է, որ իրենք մեր սուվերեն տարածքից պետքա դուրս գան, Ջերմուկի մասում, Գեղարքունիքի մարզում, ներքին հանդ մի խոսքով այն տեղերը, որտեղ իրանք առաջ են, որ մենք կոպիտ ասած գցված չմնանք։ Մենք դուրս չգանք այն տեղերից, որտեղից իրանք են ուզում, իսկ իրանք այնտեղից դուրս չգան։ Իսկ մենք տեսնում ենք, որ իրանք բոլոր այդ տեղում ամրաշինական աշխատանքներ են անում ու այսպես մեղմ ասած չեն պատրաստվում դուրս գալ։ Բայց այս բոլոր հարցադրումները պատասխան չեն ունեցել, մի անգամ Նիկոլ Փաշինյանը այս իմ հարցադրմանը ասես Կիկոսի ման է դարձնում։ Այնպես որ եթե մյուս ձեր հարցը վերաբերում էր ինչ ենք անելու Տիգրանաշենի մասով, այս բանը ես պատրաստ չեմ այդ հարցին հստակ պատասխանել, բայց միանշանակ գործողություններ հետևելու են։ Արոն Քոչարյան իշխանությունը պատմեցես ասում է բարեկրթությունը է սահմանած ձեր սրտով չի խառնում եք իրար որ էլի ծեծ կռիվ հա գալմաղալ լինի ազգային ժողովում եւ փորձում եք ուժեղ Հայաստանին ու ԿՊ-ին հանել իրար դեմ ամբիոնից է հնչել դուք մասնավորապես ձեզ դիմելով ասում եք ԿՊ-ական падգամավոր ասում է Լևոն Քոչարյանը դուք ինչպես կմեկնաբանեք ամեն դեպքում փորձեցի ոնց կար փոխանցել Չգիտեմ կոնկրետ որ իմ գործողությունները նկատի ունենալով ասել ձեր նշած падգամավորը, բայց չկա նման բան, իմիջիալոց նաև այստեղ եղել է Ռուբինյանը ասի, մեր համաձայնեցված բարեկրթության, նախ մենք ոչ մի բանի չենք համաձայնվել, մենք ասել ենք բարեկիրթը դա մարդու տեսակն է, դաստիարակությունն է, անկախ ամեն ինչից, նաև արժեկանոնակարգի, падգամավորի էթիկայի մնացածի մի մասն է, բայց հենց ես եմ այս հարցը բարձրացրել, որ բարեկրթությունը միայն այս դահլիճով չի սահմանափակվում։ Միջալոց այսօր իրենք էլ են խոսում դահլիճից դուրս ֆեյսբուքյան գրառումների մասին, բայց առաջին ես եմ ասում, եթե մի մարդ ամենալկտի ձևով, ամենավերջին ձևով նույն ֆեյսբուքում խոսում է մեզնից, ընդդիմադիրներից, հետո գանք այստեղ, այսինքն սենց այսպես իբր ոչինչ չի եղել։ Դրա համար չեմ կարծում, իսկ թվում է ինչ որ այսպես մի դրուկ կա, որ փորձեցին անել, չեմ կարծում, ճանաչելով իրենց, հետո ուրիշ կողմից էլի ասեմ, տեսեք ովքեր են հիմա նստած նախագահության մեջ, Արամ Վարդևանյանին հանած քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները։ Բոլորը այն մարդիկ են, ովքեր անցած խորհրդարանում աչքի են ընկել կոպիտ, որոշ դեպքերում լկտի, սխալ պահվածքով ու իրենք հիմա հայտնվել են վերևը։ Հիմա այն նորերը, որ եկել են քաղաքացիական պայմանագրում, իրենք ինչ պիտի տեսնեն, պիտի ասեն, եթե դու այսպեսին ես լինում, հետո կարող ես հայտնվել վերև, այսպես առաջընթաց ունենալ, վերելք ունենալ ու սա ինչ մեսիջ է տալիս էլի, դրա համար դա կեղծ է, այդ իրենց բարեկրթության առաջարկն էլ է կեղծ ու մնացած այսպես պուպուշ խոսույթը կեղծ է։ Բայց այսօր Հասմիկ Ակոպյանը ձեր հայոյելն էր մեջբերում որպես վատ օրինակ նախկին նման բան եղել է, որի համար ես շատ վատ եմ զգում, ներողություն եմ խնդրում դրա համար, որ եղել է, բայց ամեն դեպքում դա ամբիոնից չի եղել, ուրիշ իրավիճակում է եղել ու ես չգիտեի, որ այդ ամեն ինչը տեսա ձայնագրվում է։ Այսինքն նիստը արդեն ավարտել եղել։ Չէ, նորմալ չի, բնականաբար այսպես ասեմ, այն ինչ ես ասել եմ, այսինքն ի պատասխան այդ մեղադրանքին, բնականաբար ես դա նկատի ունեմ, բայց այստեղ դրա վայրը չի ու ես
Չգիտեմ դուք այդ ժամանակ այստեղ եք թե չէ, որ դուրս եկա ու տեսնում ներողություն էի խնդրում, որովհետև անհարմար բան էր ստացել ու նաև դրա համար հետո իմ հիշելով ովքեր այդ պայն եղել են մոտակայքում կանայք քաղաքացիական պայմանագրի падգամավորները, հետո ում տեսել ներողություն եմ խնդրել նաև այսինքն այստեղ ոչ մի Փաստորեն չեմ տեսել կամ չեմ նկատել, որ ինքը եղել է։ Պատասխանատվություն չհաջորդեց ձեր այդ արարքին, պարոն Քոչարյան։ Նարեկ ջան, անկեղծ ինչքան էլ տես նաև սխալ համարեմ, դա չեմ կարծում, որ դա այն հարցն էր, որը պետքա, եթե խոսքը գնում է մանդատ վայր դնել բան, չեմ կարծում, որ դա այդ քայլն էր։ Բայց օրինակ իշխանության ներկայացուցիչը որի համար այդ պատասխանատվությունը պետք է դրեց մանդատը վայր դրեց։ Մի տարբերակ չէ։ Ես այստեղ ինձ թվում է մի քիչ տարբեր է, այլ լրագրողի հետ կապված էր մնացածներ, դրա համար Լավ, պարոն Քոչարյան, գնեք, դուք աշխատանքը ոնց եք պատկերացնում, մենակ կառավարությունը հիմա ծրագիր է բերելու, վարչապետն է գալու, նախկին գումարման խորհրդարանում լարված էր անցնում ձեր հարց ու պատասխանը, հիմա ձեռնպահ եք մնալու, թե մասնակցելու եք այդ ձևաչափով քննարկումներին, թե իմաստ չեք տեսնում։ Կառավարության ծրագրին բնականաբար մասնակցելու ենք, փորձելու ենք ակտիվ լինել, մեր դիտողությունները, մեր նկատառումները ներկայացնենք մեր ժողովրդին։ Մենք ճիշտ է գտնվում ենք այս դահլիճում, այս խորհրդարանում, բայց մեր հիմնական ունկնդիրը, մեր մեսիջը դեպի ժողովուրդն է, մեծ մասով։ Նույնիսկ եթե շատ ժամանակ արձագանքում ենք, նույն ես արձագանքում եմ ԿՊ-ի որևէ падգամավորի ինչ որ սուտ ասացին կամ որևէ ասացին, ես այդքան իրան չեմ արձագանքում, ինչքան ուզում եմ, որ հանրությունը լսի դա։ Տարիներով տարածված սուտը մնացած որ հակառակ կարծիք լինի, նույնը մնացած հարցերով փորձելու ենք այս այդ ուղղության մեջ արդյունավետ աշխատել մեր հանրությանը։ Ձեզ չի կաշկանդում են, որ նախկինում Փաշինյանը բազմաթիվ սպառնալիքներ է տեղացել ձեր հասցեին, գորգորում էր տեղը նստած համբալներ, ձեր քաղաքական դիակի մնացորդները կհանենք, ձեզ կլցնենք ԱԱԾ-ի պատվաներ, նման սպառնալիքներ հնչեցել են։ Հիմա սա ձեզ չի կաշկանդում։ Այն անեկդոտը հիշում եք, որ ասում է ես եմ քշի։ Հիմա մեր դեպքում այնքան ենք սովորել ամեն ինչի, որ արդեն դժվար է մեզ ինչ որ, չգիտեմ ինչով սպառնալ։ 8 տարի է այս ռեժիմի մեջ ենք ապրում, այս անընդհատ հետապնդումների, հիմա էլի տարբեր տեղերից այսպես տեղեկություններ են գալիս, որ նոր կոնկրետ մեր հետ կապված է, նոր ինչ որ բան են ուզում սկսել, նոր ինչ որ բան նախաձեռնել, պատրաստ ենք, այո։ Պեկի են ստուգումներից ինչ որ բան հաջորդել։ Ինչ որ բան չկա, ենթադրում եմ հենց այդ կոնտեքստում կամ ուրիշ թեկուզ ասում եմ, որ 100%-անոց ամեն ինչ մաքուր ու բան է, բայց այդ պարտադիր պահանջ չի էլի իրենց դեպքում։ Պարոն Քոչարյան, դուք արդյոք երկրորդ նախագահի հետ քննարկել եք այն տեղեկությունը կամ հայտարարությունը, որ իշխանության ներկայացուցիչներն են ասում, որ դպրոցի հատակը քանդել են, տեսել են, որ դուրս է եկել Դեմիրճյանի օգտին քվեաթերթիկները Ռոբերտ Քոչարյանի հետ մրցապայքարի ժամանակ։ Դա ակնկալություն բան է, չհետաքրքրեց։ Չեմ քննարկել, չգիտեմ, բայց մի հատ ինձ բան է հետաքրքիր, միգուցե զբացեմ, թե ինչ որ նկար բան կա, թե չէ։ Չէ, դրա։ Իսկ ինչի չկա։ Չէ, դրա մասին խոսում չէ։ Չէ, ես էլի լսել եմ, մինչև դա էլ են խոսել, բայց նկար բան կա, թե չէ, ես չգիտեմ օրինակ։ Չեմ տեսել նկարել, այսինքն չգիտեմ իրականում ասում չեմ տեսել, ձեզ եմ հարցնում նախ նման նկար տեսանյութ ինչ որ կա թե չէ, երկրորդը գիտեք ոչ մեկ չի ասել այսքան ժամանակ որ 98 թվի կամ 2003 էլ հետ չգնամ էլի 96 թվի ընտրությունները համարվել են Հայաստանի ամենախայտառակ ընտրությունները ոչ մեկ չի ասել որ ամեն ինչ լավ է եղել ու ճիշտ է եղել այսպես ուզում եմ ասեմ ես չեմ բացառում որ նման բան եղել է շատ վատ է որ եղել է այստեղ ուղղակի դրանից խոսալ հիմա մենք տեսեք մենք իրանց կոնկրետ ասում ենք իրանք ընտրություններին ինչ են արել ոնց են չարաշահել իրանց այդ համերգների գումարները զորահանդես կազմակերպելը 400 միլիոն դրամից ավել զորահանդես են կազմակերպել ու այդ նույն ընկերությունն այդ պատվերը ստացել ով որ իրանց ամբողջ նախընտրական այս քարոզարշավն արել ու 10 քարոզարշավի իրանց 10 այդ միտինգների ու դրա շուրջ համերգի դրոն շոուների համար 200 միլիոն դրամ է տրվել իսկ այն մի հատ արագացի համար հրապարակի 400 միլիոն դրամից ավել գումար է տրվել նույն ընկերությանը ու բազմաթիվ այլ խախտումներ որ արվել է իրավապահ համակարգի այդ լկտի պահվածքը հետապնդումները մնացած բաների մասով դե բարգավաճ ես վերջի բաները էլ չխոսեմ այսինքն մենք այս ամեն ինչ խոսում ենք ինքը ասում է 98 թվին ինչ որ հատակից չգիտեմ ինչ քվեաթերթիկ ենք գտել Պարոն
Ռոբերտ Քոչարյան երկրորդ նախագահի հետ քննարկումներ ունեցել եք այս անգամ ինչը չբավականացրեց հաղթելու համար, որովհետև օրինակ 2021-ին խոսույթը ձեր կրելու ենք մինչև վերջ գնալու ենք, հիմա ինչը չբավականացեց եւ հիշում եմ, որ երկրորդ նախագահը իր ասուլիսներից մեկի ժամանակ նշել էր, որ հարցումներ են իրականացում եւ ում ռեյտինգը որ ավելի բարձր կլինի, նայեք գլխավորի ցուցակը եւ մենք տեսանք, որ երկրորդ նախագահն էր գլխավորի ցուցակը, ինչու այդ դեպքում օրինակ Ռոբերտ Քոչարյանը մանդատ չվերցրեց, ինչու հրաժարվեց։ Դուք ոնց եք պատկերացնում, լուրջ պատկերացնեք, ասենք ինքը այստեղ լինի, չգիտեմ, ես ինքս շատ դեմ կլինեի, եթե ինքը որոշել մանդատ վերցնել, հա։ Երկում էր գրեի համար բան, այդպես բարդ անընդհատ ես սխալ եմ համարում իր այստեղ լինելու ու մի տեսակ ոչ ճիշտ է, այսքան խնդիրը նրանում չէր, ինքը չէր մասնակցում падգամավոր լինելու համար, բոլորս սա շատ լավ գիտենք, այստեղ ինձ թվում է հակառակը կլիներ, զարմանք կլիներ, եթե ինքը գար այստեղ մնացած Հայաստանի ազգային ժողովի падգամավոր լինելու։ Գիտեք, շատ ուրիշ մարդիկ կան ցուցակներում, օրինակ, ովքեր մանդատ չեն վերցնում, հիմա արդյոք կարելի է բոլորին այդ հարցը տալ։ Չէ։ Հիմա իմ համար պատվից ցածր է, չէ։ Բնականաբար պատվից ցածր լինելու հանգամանք չի, հարգելի պարոն Կիրակոսյան, ինձ թվում է դուք շատ լավ գիտեք, ես ինչի մասին եմ խոսում։ Կարող է դուք ցուցակը գլխավորեիք։ Հա։ Շատ մանդատներ եք։ Ինչքան էր երկրորդ նախագահի ռեյտինգը օրինակ այդ ժամանակ այդ հարցումների արդյունքները մենք չենք տեսել։ Տեսեք, մենք միշտ այս ընտրությունների, իմիջիալոց թե նաև նախորդ ընտրությունները հաջողություն տեսել ենք ընդհանուր միասնական դաշտի հավաքական ձայների տեսքով ենք տեսել։ Հաջողության հնարավորությունը եւ հավանականությունը այս կոնտեքստում ենք տեսել ու հիմա էլ անույնն է եղել։ Իսկ ուրիշ հարցեր եք ինձ հետ։ Ինչը չբավականացրեց այս անգամ։ Հա, անկեղծ մի քանի բան ասեմ, նախ են խախտումներ, ընտրակեղծիքներ, նաև սոցիալական կաշառքը, որը արվել է իշխանությունների կողմից, նախընտրական շրջանում թոշակների բարձրացնել, միջև այդպես առողջապահության համակարգի մտցնելը, որ իրանք պետք է անեն 24-ին, բայց այսպես պահել են ընտրություններից 6 ամիս առաջ, բանակը 6 ամսով կրճատելը հենց էլի ընտրություններից առաջ, այս ամեն ինչը կոնկրետ սոցիալական կաշառք է եղել, հատկապես թոշակների մասը։ Ու մյուսը այն արտաքին աջակցությունը, որը ունեցել է այս իշխանությունը, դա, չգիտեմ, շատ մի հատ աննորմալ աջակցություն էր։ Մակրոններով, Եվրոպայի մյուս ղեկավարներով, Թրամփով, ուղիղ Վենսի այստեղ գալով, հասկանում եք, այս մի հատ այն որ մեզ են չէ մեղադրում այս կողմի վրա հիբրիդային պատերազմ մնացած, այդ ամեն ինչը հենց իրական այդ հիբրիդային պատերազմն է եղել, որը արվել է իրանց համար, իրանց կողմից։ Հիբրիդային պատերազմ եք։ Ես ընդհանուր այս արտաքին միջամտությունը համարում եմ այդ իրանց ասած կոնտեքստի մեջ հիբրիդային միջամտություն։ Գիտեք, երբեք մենք միայն իրենց հետ առևտուր անենք, իրենց հետ համագործակցենք, ոնց օրինակ ինչպես իշխանություններն են ասում Ռուսաստանը։ Ռուսաստանը ինչ է պարտադրում։ Նիկոլ Փաշինյանի էքսկլյուզիվ հարաբերություններ է ուզում, որ ամեն ինչ լինի Ռուսաստանի հետ։ Ժողովուրդ, եկեք մի բան պատկերացնենք, էլի հասկանանք։ Հիմա Ռուսաստանը հայտարարել է, որ ինքը Ուկրաինայի տարածքում, ինքը համարում է, որ ինքը Ուկրաինայի տարածքում պատերազմում է Եվրամիության հետ։ Ինքը այդպես է անցալում այս պատերազմը ու դրա մեջ իհարկե ճշմարտություն կա նաև հաշվի առնելով ով է ֆինանսավորում այնտեղ։ Ճիշտ ու սխալը մի կողմ դրած։ Իր պատկերացմամբ այսպես է։ Հայաստանը, ով Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, նա գործընկեր է, ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ ու մնացած այս ամբողջ կախվածությունը ու համագործակցությունը այս ամեն ինչով հանդերձ ընդունում է օրենք, որով գնում է դեպի Եվրամիություն։ Դրանից հետո մնացած քայլերն են հետևում, խոսույթն է։ Հիմա իրանց կողմից էլ իրանք ասում են դուք այն ժամանակ, երբ որ ես իրանց հետ պատերազմի մեջ եմ, օրենք եք ընդունում, որ գնում եք այնտեղ։ Ասում են ժողովուրդ կողմնորոշվեք։ Էսա, ես իմիջիալոց չեմ ուզում ճիշտ ու սխալ անել, բայց էությունը այս հարցի սա է, որովհետև այն ժամանակ այդ ամեն ինչ չի եղել։ Այդ ժամանակ չի եղել։ Դե հիմա կոնկրետ օրինակ 13 թվականին, երբ որ Հայաստանը միացավ վերպետական մարմնի Մաքսային միությանը, հանրաքվեջ անցկացվեց։ Մի գիշերում մենք Սերժ Սարգսյանից անակնկալ կերպով իմացանք, որ Մաքսային միությանը միանալու ցանկություն ունենք։ 13 թիվներ կարծեմ, բայց հա, իստված 16 ասեցիք։ Նարեկ, ես չեմ ասում ճիշտ են անում, թե սխալ։ Ես ուղղակի իրավիճակն եմ նկարագրում։
Ես չգիտեմ ինչի են արել, ինչի չեն արել։ Մենք գիտեք իշխանությունից կիլոմետրերով հեռու ենք ձեր ասած ժամանակը։ Ես չգիտեմ դա մեր օրենսդրությամբ պարտադիր էր թե պարտադիր չէր։ Ես հիմիկվա իրավիճակն եմ նկարագրում։ Հիմա այս ամեն ինչի ֆոնին Նիկոլ Փաշինյանը գնում է տարբեր տեղեր հայտարարում, ասում է այդ օրենքը, որ ընդունել ենք, դա ոչ մի բան է, ուշադրություն մի դարձրեք դրա վրա։ Այդ ոչ մի բան է, դուք այնպես կմնաք պահեստային անվադողի պես, երբ որ պահը լինի, մենք նոր կգնանք այնտեղ։ Հիմա նրանք էլ ասում են, չէ, այդպես չի լինի։ Դուք հիմա կողմնորոշեք, մենք ձեր համար այսպես պահեստային անվադողի դերում չենք կարող լինել։ Հենց հետա, հենց ես դրա համար իմ ելույթը մի քանի օր ասում եմ, ինչ իմաստ կար այդ օրենքը ընդունելու, եթե դա հայտ չեք համարում, եթե դա իրենց ոչ մի բան չի ներկայացնում ու դուք շատ լավ գիտեիք նաև այդ բային հայտարարությունները կոնկրետ կար։ Ինչ ա տվել ձեզ, ինձ, մեզ բոլորիս, այս մեր ժողովրդին, այդ օրենքը ընդունելը ինչ ա տվել։ Ո՞ւր եմ ասում, ոնց որ ուղակի հատուկ այսպես բզեն, ինչ որ բան անեն, որից դժում է հարցի մյուս կողմին կարելի է անդրադառնալ, ինչքանով են նրանք ճիշտ անում, ինչքանով կարող են հանդուրժող լինել բան, բայց ժողովուրդ արտաքին հարաբերությունները այս բանով չի, այս ձևով չի կարելի առաջ տանել։ Այստեղ մեր անձնական նախասիրությունների հարց չի, ով որ երկիրն ավելի սիրում որպես տուրիստ գնալ, չգիտեմ, ման գալ, որ երկիրն է իրան հաճելի, ըստ դրա չի կառուցվում։ Կա այս ժողովրդի հավաքական շահը ընդհանուր, ինչ է թելադրում։ Եթե մենք գիտենք, մեզ ոչ մեկ Եվրոպայում չի ընդունելու ու մեծ հաշվով չի սպասում։ Ինչն է խնդիրը։ Ասում են ուզում ենք, հա? Այդ ազդակը իրանք են հայտարարում։ Իհարկե, եվրոպացիներն են հայտարարում։ Այդ եթե մենք հիմա process սկսենք, այդ գիտեք, ու լինելու է թե չի լինելու։ Մենք սահման չունենք ոչ մի եվրոպական երկրի հետ։ Վրաստանում այդ գործընթացը սառեցված է։ Բոլորից շատ լավ հայտնի է։ Այսինքն դա այնքան անհեռանկարային է։ Ինտեգրել տարբեր հարցերով սովորել, այստեղ ներդնել ինստիտուտներ, եվրոպական մշակույթ շատ հարցերում միանշանակ պետք է։ Մեր ասածն էլ է, ես այն օրինակ բերեցի, օրինակ Շվեյցարիայի ու Նորվեգիայի, որոնք ԵՄ անդամ չեն, բայց երբ ուզեն այսպես կներել, որտեղ բոլոր այդ ինստիտուտները հարմարեցված է, կայացած է, ու սրա համար այդ օրենքը ընդհանրապես ուրիշ բան չի տալիս, այդ օրենքից չկախված դա։ Հասկանում եք, հենց էս է մեր հարցը, ինչի համար եք արհեստական այս բաները անում։ Հռոմի ստատուտը հիշում եք, որ ընդունում էին։ Ալիևին դատելու համար են կանում, դատել են, հա։ Կարող ենք տեղակ չենք դատել են արդեն, հա։ Չի եկել Հայաստան կապը։ Մի խոսքով, այս անիմաստ քայլերն է հասկանում եք, մենք որ այս, չգիտեմ, ստապության կոչն ենք անում, կամ այս հարցադրումները տալիս են, մենք սկսում ենք պիտակավորվել, ահա, սրա գենտնաներ, մենք ուղղակի խոսում ենք մեր այսօրվա հաշվի առնելով մեր իրականությունը, այն իրանց ասած իրական Հայաստանը չէ, իրական Հայաստանի շահերից դա ինչքանով է բխում։ Կամ որ գնում է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահան անցած տարի Ուկրաինա աջակցությունը հայտնում Ռադայի պատգամը, ինչի համար։ Զանգի ուզում ես կոլեգա դա ինչ որ աջակցի բան արա, բայց այս քայլերը, այս պահին մենք ինչքան հնարավոր է պետք է այս ամեն ինչից փորձենք այսպես մեջտեղը մնալ։ Մեզ հաստատ ոչ մի կողմից չեն բզում, որ անպայման հայտարարություն արա։ Մի խոսքով։ Շնորհակալություն մի ճշտական, որ ասեցիք ձեր հետ կապված ինչ-որ նոր բան են փորձում գտնել։ Կարող եք մանրամասներ հաղորդել, նախ այդ որտեղից գիտեք ինչպես եք զգացել, նոր ստուգումներ ա եղել։ Այս տենց շշուկներ ա տարբեր տեղերից, որ հա, ոչ մի կոնկրետություն միգուցե չլինի այն ինչ ասում եմ, բայց տեսնենք, այս մասով ուրիշ մանրամասներ չեն։ Եվ վերջում մերի հարցի հետ կապված, որ ասեց չկարողացաք իշխանափոխություն անել, ձեր կարգախոսը 21 թվականին միջև քոք մաշեցնելու ենք, բայց ձեր խմբակցությունը կարգախոսը կրելու ենք ներ։ Ահա, ամեն դեպքում հնչել է այդ առաջնորդի կողմից, ձեր քաղաքական առաջնորդի կողմից, որ միջև քոք մաշեցնելու եք, տեսանք, որ ձեր խմբակցությունը մաշեց, հնարավոր է, որ միջև 31 թվականն էլ քաղաքական առումով այս մասը մաշի եւ այլևս խմբակցությունը ներկայացված չլինի ազգային ժողովում։ Պետք է ամեն ինչ անենք, որ այդպես չլինի։ Ամեն դեպքում ես նորից կրկնեմ, մեր հաջողությունը ընդհանուր այս իշխանությունների հեռանալը մենք տեսնում ենք քաղաքական ընդդիմության տեսքով ու եթե մենք նայենք նաև հաշվի առնելով որ Բարգավաճ Հայաստանն էլ պետք է այստեղ լիներ
դասավորվածությունը շատ ավելի բարենպաստ հիմա էլ ավելի բարենպաստ ընդդիմության համար, բայց Բարգավաճի մանդատները եթե չգողանային, շատ ավելի բարենպաստ կլիներ։ Քաղաքացիական պայմանագիրը կունենար ընդամենը 61 պատգամավոր, որը նրան չէր բավականացնի 3-5-րդ ունենալու համար։ Այսինքն այս առումով մաշվելու process որոշակի եղել է, սա միանշանակ է, փաստված է նույնիսկ այս խայտառակ խախտումների ու մնացածների ֆոնին, իսկ 31-ին դեռ շատ կա, տեսնենք։ Շնորհակալություն։